Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք և ամեն ինչ կարգին է ձեզ մոտ։ Այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա կանխատեսումը և միասին կհասկանանք, թե ինչ օրեր ունենք, ինչպիսի էներգետիկա և ինչ կարող ենք անել տվյալ օրերին, ինչպես կատարենք ճիշտ պլանավորում, նաև դիտեք վիդեոն մինչև վերջ, որովհետև վերջում հետաքրքիր ինֆորմացիով եմ կիսվելու ձեզ հետ և այսպես եկեք սկսենք։ Այսօր նայում ենք հունիսի 15-ից մինչև 21 ընկած հատվածում օրերի էներգետիկա նշանակությունը, ինչ առաջանցնել եմ, լավ կլինի, որ դուք, եթե մինչ այժմ չգիտեք, որն է ձեր անհատական էլեմենտը, որ կենդանակերպի տարում եք ծնվել, սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, սեղմում հաշվել։ Դրանից հետո արդեն կստանաք ձեր անհատական բազի քարտը, անհատական էլեմենտը նայում ենք այս հատվածում և տարվա կենդանակերպը նայում ենք այս հատվածում։ Շատ պարզ է ամեն ինչ, կարծում եմ կստացվի ձեզ մոտ, եթե կլինեն հարցեր գրեք մեկնաբանություններում, անպայման գրեք, թե ինչ էլեմենտ է ստացել, այսինքն որն է ձեր անհատական էլեմենտը, որ կենդանակերպի տարում եք ծնվել։ Գրեք մեկնաբանություններում, եթե կլինեն հարցեր, կարող եք դիտել այս վիդեոն, որը իմ YouTube-յան ալիքում է, այստեղ մի փոքր ավելի մանրամասն եմ խոսում բազի քարտի և նրա նշանակության մասին։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել, կիսվեք ձեր շրջապատում, ձեր ընկերների, բարեկամների հետ այս վիդեոյով և անպայման սեղմեք լայք կոճակը։ Հիմա ամսի 15-ը մեզ մոտ նկարագրված է լիություն բնութագրող օրով, լիություն օրերը ընդհանրապես դրանք այն օրերն են, որոնք համարվում են ավելի առատ էներգետիկ առումով, ինչ կարող ենք անել, ինչպիսի օր է սա, ընդհանրապես սա նոր բիզնես սկսելու համար շատ լավ օր է, պարտքերի հավաքագրման համար լավ օր է, նաև դրական օր է նոր բնակարան, նոր տուն տեղափոխվելու համար, ճանապարհորդության համար ևս համարվում է դրական օր։ Ում համար է առավել դրական, որ կենդանակերպերի համար, ովքեր ծնվել են առնետի, վիշապի, օձի և կապիկի տարում, ում համար է անբարենպաստ, իհարկե վագրի տարում ծնվածների համար օրը համարվում է անբարենպաստ։ Ֆինանսական առումով օրը համարվում է դրական նրանց համար, ում անհատական էլեմենտը կրակ յանն է, նաև նշեմ, որ եթե ձեր անհատական էլեմենտը փայտ 9 է կամ հող 9, ապա ձեզ համար օրը համարվում է օգնող մարդու օր, այսինքն օրվա ընթացքում կարող եք դիմել օգնության և հավանականությունը մեծ է, որ ձեզ չեն մերժի։ Ամսի 16-ը մեզ մոտ հավասարակշռում բնութագրող օրով է, այս օրը, այսօրվա ընթացքում տեղի ունեն ընդհանրապես էներգիաների հավասարակշռում, կարելի է բանակցություններ վարել, հիմնականում դրա համար է լավ, նաև հոգևոր պրակտիկաներ կատարելու համար ևս համարվում է դրական։ Առավել դրական է այն կենդանակերպերի համար, այսինքն որ կենդանակերպերի համար է դրական, ովքեր ծնվել են ցլի, վիշապի, օձի և աքաղի տարում, ֆինանսական առումով դրական է կրակ 9 անհատական էլեմենտ ունեցող անձանց համար և եթե ձեր անհատական էլեմենտը կրակինն է կամ կրակյանը, ապա ձեզ համար օրը համարվում է նաև օգնող մարդու օր, ինչպես արդեն նշեցի, եթե դիմեք օգնության, եթե պատրաստվում եք դիմեք օգնության, ապա ձեր անհատական էլեմենտը կրակյանն է կամ կրակինը, ապա օրը կարող եք օգտագործել, նման նախաձեռնության համար։ Ամսի 17-ը մեզ մոտ կայունություն բնութագրող օր է, համարվում է դրական օր, որտեղ կայունություն օրերը դրանք հիմնականում դրական են և ընդհանուր առմամբ օրը համարվում է դրական մի շարք նախաձեռնությունների համար, հատկապես ամուսնության, ուրեմն վաճառքներ իրականացնելու, պայմանագրերի ստորագրման, նոր պաշտոն ստանձնելու համար ևս շատ լավ օր է, ում համար է առավել դրական վագրի, նապաստակի, ձիու և շան տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով դրական է հատկապես հող յան անհատական էլեմենտ ունեցող անձանց համար և օրը նույնպես կարող եք օգտագործել նաև շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, սա ևս շատ կարևոր է։
Հիմա, եկեք անցնենք ամսի 18-ին, ամսի 18-ը մեզ մոտ նախաձեռնում բնութագրով օր ունենք, ջրային օր է, ինչպես տեսնում եք, ջրային խոզի օրն է, օրը համարվում է առավել դրական վագրին, ապաստակի, այծի և խոզի տարում ծնվածների համար։ Օրվա ընթացքում մեծ գլոբալ մասշտաբային ինչ-որ նախաձեռնություններ սկսելու համար այդքան էլ բարենպաստ չէ, խորհուրդ կտամ փոքր ավելի պասիվ գտնվեք, ավարտեք սկսած գործերը, ֆինանսական առումով հող-ին անհատական էլեմենտ ունեցող անձին ավելի շատ կշահեն, եւ եթե ձեր անհատական էլեմենտը կրակ 9 է կամ կրակյանը, ապա օրը համարվում է օգնության օր։ Կարող եք դիմել օգնության։ Ամսի 19-ը մեզ մոտ կործանում օր է, կործանում բնութագրով օր ունենք եւ օրը համարվում է մաքսիմալ բացասական օր։ Ինչ է սա նշանակում, օրվա ընթացքում ցանկալի չէ սկսել նոր նախաձեռնություններ, հա, ցանկալի չէ սկսել նոր նախաձեռնություններ, ճանապարհորդություն, ամուսնություն, պայմանագրերի ստորագրում, բիզնեսի բացում, այսինքն բացառեք այս օրը, որտեղ օրվա մեջ մենք չունենք որևէ դրական օր։ Ինչու ենք մենք օրերին այսքան ուշադրություն դարձնում, հաճախ եք այս հարցը տալիս, հաճախ եք գրում, փորձեմ պարզաբանել, որովհետև տեսեք, եթե մենք կատարում ենք ճիշտ գործողություն սխալ օրը, այսինքն սխալ էներգետիկայով, որը չի համապատասխանում տվյալ գործողությանը, ապա մենք ունենում ենք ոչ այնքան լավ արդյունք կամ ընդհանրապես արդյունք չենք ունենում։ Իսկ եթե մենք կատարում ենք ճիշտ գործողություն ճիշտ օրը, ապա դա ունենում է շատ լավ արդյունք, հա, սա ապացուցված է հազարամյակների ընթացքում ու սրան հետևելը շատ կարևոր է։ Ընդհանրապես փորձեք ձեր շաբաթը պլանավորել ըստ էներգիաների, հա, ըստ իրենց օրերի նշանակության։ Եվ կտեսնեք, որ ժամանակի ընթացքում, իսկ դա երկար ժամանակ չի պահանջվում, մաքսիմում 3-ից 6 ամիս, դուք կտեսնեք ինչքան մեծ փոփոխություններ է գրանցում ձեր առօրյայում։ Հատկապես եթե դուք աշխատում եք կազմակերպությունում, որտեղ որոշումներ եք կայացնում, հա, որպես ղեկավար անձ եք կամ բիզնեսի սեփականատեր եք, այնպես շատ կարևոր է օրերին ուշադրություն դարձնելը։ Ամեն դեպքում օրը կործանում բնութագրով օր է եւ օրը կարելի է ուղղակի անցկացնել շատ պասիվ վիճակում, կարևոր որոշումներ չկայացնել, կարևոր նախաձեռնություններ չսկսել, սա կարևոր է։ Ամեն դեպքում օրը համարվում է դրական առնետի, ցլի, վիշապի եւ կապիկի տարում ծնվածների համար, հա, սա նկատի ունեցեք։ Ամսի 20-ը մեզ մոտ վտանգ բնութագրով օր է, վտանգ բնութագրով օրեր ընդհանրապես սրանք ռիսկային օրեր են, այսինքն եթե դուք մարդ եք, ով սիրում է դիմել ռիսկի, օրը կարող եք օգտագործել։ Իսկ եթե դուք վախենում եք կրել կորուստներ, ապա օրը ցանկալի չէ օգտագործել եւ օրվա ընթացքում էլի չունենք դրական որևէ էներգիաներ չկան, հա։ Օրը ավելի պասիվ վիճակում պետք է հատկացնենք, փայտե ցլի օրն է եւ օրը համարվում է դրական օր օգնություն խնդրելու համար բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտն է հողյան, փայտյան կամ մետաղյան, հա, այսինքն ձեզ համար օրը համարվում է օգնության օր։ Կենդանակերպերի մասով առնետ, ցուլ, օձ եւ աքաղաղ։ Այս կենդանակերպերի համար օրը կհամարվի առավել դրական օր։ Ամսի 21-ը հիանալի օր, հա, ունենք ուրեմն հաջողություն բնութագրով օր, հրեղեն վագրի օրն է, հիանալի ուղղակի ստրուկտուրա օրվա մեջ, էներգետիկ առումով շատ դրական, ցանկացած նախաձեռնության համար համարվում է դրական, բացառությամբ շատ երկարաժամկետ ճանապարհորդություն, հա, երկար ճանապարհորդություններ սկսելու համար է համարվում ոչ դրական եւ նոր բնակարան տեղափոխվելու համար։ Մնացած բոլոր նախաձեռնությունների համար օրը կարող եք հանգիստ օգտագործել։ Որ կենդանակերպերն են առավել հաջողակ օրվա ընթացքում, վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածներ կլինեն առավել հաջողակ, ջուրյան անհատական էլեմենտը ունեցող անձինք ֆինանսական առումով առավել դրական դիրքերում կգտնվեն, շահեկան ավելի ճիշտ, եւ եթե ձեր անհատական էլեմենտը մետաղ 9 է, ապա ձեզ համար օրը համարվում է օգնության օր։ Կարող եք հանգիստ դիմել օգնության եւ ակնկալել դրական պատասխան։ Սա շատ կարևոր է։ Հիմա ես ուզում եմ ներկայացնեմ իմ առաջին դասընթացը, որի մեկնարկը լինելու է հունիսի 21-ից,
վերաբերվում է դասընթացը պրակտիկ թվագիտությանը, հենց անվանումն էլ այդպես է՝ պրակտիկ թվագիտություն, եւ որը իրենից ներկայացնում է ինքնաճանաչման համակարգ։ Հա։ Սա առաջին դասընթացն է, որը ես սկսում եմ։ Մինչ այժմ եղել են շատ մարաթոններ, վեբինարներ, տարբեր տեսակի կարճ դասընթացներ, 1-ից 3 օր, մինչև 1-ից 5 օրյա, բայց սա ամբողջական թվագիտության դասընթացն է, որը ես կազմել եմ եւ հունիսի 21-ից դրա մեկնարկն է։ Շատ արագ ներկայացնեմ, թե ինչի մասն է ընդհանրապես այս դասընթացը։ Իրականում շատ մարդիկ ապրում են կրկնվող խնդիրներով։ Ես շատ հաճախ եմ տեսնում, կարծում եմ բոլորդ էլ իմ հետ համամիտ եք, դա կարող է լինել ֆինանսական անկայունություն, դա կարող է լինել սխալ հարաբերություններ, սխալ որոշումներ, ներքին շփոթվածություն, ու ընդհանրապես այս ամենի արդյունքը լինում է այն, որ անձը չի հասկանում, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում իր կյանքում։ Խնդիրը արտաքին աշխարհում չէ, մենք սովորաբար փորձում ենք դրսում փնտրել պատճառը, այլ խնդիրները ներքին կառուցվածքի չիմացությունն է։ Այսինքն չիմանալ, թե ինչպիսին է մեր ներքին էներգետիկ կառուցվածքը եւ ինչպես է այն աշխատում, որտեղ դա համակարգ է, դա սիստեմա է, որը աշխատում է, եւ եթե մենք դրան ծանոթ չենք, ապա մենք չենք կարողանում հասկանալ նրա բնույթի էությունը եւ ընդհանրապես ինչ կարող է նա մեզ տալ։ Ինչ է սա, ինչի մասն է ընդհանրապես այս դասընթացը, սա պարզապես թվագիտություն չէ, սա առաջի հերթին ինքնաճանաչում է, ինքնաճանաչման պրակտիկ համակարգ, որը ցույց է տալիս ինչպես է աշխատում ներողություն քո ներքին էներգիան թվերի լեզվով, որտեղ թվերը հնարավորություն են տալիս մեզ ապակոդավորել այն ամեն ինչը որ թվում է անճանաչելի, իսկ թվերը այդ հնարավորությունը տալիս են մեզ։ Ինչու է սա աշխատում, ընդհանրապես թվագիտությունը ինչու է գործող մեխանիզմ, տալիս լուծումներ, որովհետև ծննդյան թվերը կրում են մեր ներքին բնավորության կառուցվածքը, ըստ ծննդյան թվերի, այսինքն ըստ մեր ծննդյան օրվա, ամսվա եւ տարեթվի, մտածելակերպի կոդն է այդտեղ, ֆինանսական ուղղությունը, կյանքի մարտահրավերների քարտեզը ըստ ժամանակահատվածների, կախված նրանից, որ ժամանակահատվածում են գտնվում կյանքի, կամ որոշակի մարտահրավերներ բնականաբար եւ կամ որոշակի թաքնված հաջողության հնարավորություններ, որոնք հնարավոր է բացահայտել։ Ինչ կստանաս այս դասընթացից դու։ Քո իրական բնավորության վերլուծությունը, այսինքն մանրամասն հստակ պատկերացում, ինչպիսին ես դու, ընդհանրապես, ինչ էություն ունես, ինչ բնավորության գծեր ունես, ուժեղ թույլ կողմերի ուրեմն բացահայտում, քարտեզը, որտեղ դու կարողանում ես նայել, թե որոնք են քո ուժեղ կողմերը, որտեղ են քո տաղանդները, որտեղ են քո թույլ կողմերը, որտեղ պետք չի ընդհանրապես գնալ, որ ուղղությամբ պետք չի շարժվել, իսկ որ ուղղության վրա կարող է շեշտ դնել։ Ֆինանսական պոտենցիալի բացահայտումը, ընդհանրապես որտեղ է քո ֆինանսական հնարավորությունները, ինչ գործողություններ, ինչ մասնագիտություն, ինչ աշխատանք, պետք է կատարես, որպեսզի ունենաս ֆինանսական կայունություն, ճիշտ ուղղության գիտակցում։ Սա ընդհանուր կյանքին է վերաբերվում, որովհետև եթե դու սխալ ուղղությամբ ես գնում, ապա դու անընդհատ կբախվես պատնեշների։ Ինչն է փոխվում քո մեջ, երբ դու հասկանում ես քեզ, դադարում ես կրկնել նույն սխալները, սկսում ես ճիշտ որոշումներ, ընտրություններ անել։ Ֆինանսական հոսքը բնականաբար փոխվում է, որովհետև դու դառնում ես ավելի համահունչ քո էներգիաներին եւ կյանքը դառնում է առավել կանխատեսելի, որովհետև դու քայլում ես ոչ թե փակ աչքերով, այլ քայլում ես ավելի բաց աչքերով, ավելի գիտակցված։ Ում համար է այս դասընթացը։ Այս ծրագիրը քեզ համար է, եթե դու ուզում ես հասկանալ քեզ ավելի խորքային, դու հոգնել ես կրկնվող իրավիճակներից, որտեղ կրկնվող իրավիճակները դրանք կկրկնվեն այնքան ժամանակ, մինչև դու չկարողանաս գնալ ինքնաճանաչման ճանապարհով եւ հասկանաս, թե ինչու են դրանք կրկնվում, որտեղ ամեն մի կրկնություն, սցենար, կրկնվող սցենարի հիմքում կա օրինաչափություն։ Դու ուզում ես աճել ֆինանսապես եւ անձնապես, դու պատրաստ ես փոխվել ներսից։ Տարբերությունը։ Սա տեսություն չէ, սա գործնական համակարգ է, ոչ թե հավատալու, այլ հասկանալու մեթոդիկա։
ոչ թե միստիկա, այլ կառուցվածքային վերլուծություն։ Իդեպ թվագիտությունը ինքը շատ հստակ է, այսինքն թվերը դրանք, քանի որ բոլորս ծանոթ ենք թվերին, այսինքն դա մի բան է, որ մենք փոքր հասակից ծանոթանում ենք մեր կյանքի ընթացքում ու ավելի խորը սկսում ենք դրանք օգտագործել կյանքի ուրեմն հասունանալուն հետ միասին, ուստի սա եւս մեկ պլյուս է, որովհետև թվերին մենք կարողանում ենք, արդեն գիտենք թվերից յուրաքանչյուրը մոտավորապես իրենց ինչ է ներկայացնում, բայց եթե մենք թվերին նայում ենք մի քիչ այլ տեսանկյունից, սա տալիս է լրիվ ուրիշ արդյունք։ Դասընթացը բաղկացած է 47 վիդեո դասերից և նյութերից։ Մենք նայելու ենք 1-ից 22 էներգիաները, այսինքն մենք չենք նայում կլասիկ թվագիտությունը, որը 1-ից 9 էներգիաներն են, մենք նայում ենք 1-ից 22 էներգիաները։ Տևողությունը դասընթացի 2 ամիս է, մեկնարկը սկսում ենք հունիսի 21-ից, այսինքն համարյա թե օր չի մնացել։ Հիմա եկեք մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեմ դասընթացը ըստ մոդուլների։ Ուրեմն ունենք ընդհանուր 8 մոդուլ, բավականին շատ են մոդուլները ու շատ հագեցած ինֆորմացիայով։ Տեսեք, առաջին մոդուլը իր մեջ ներառում է ներածությունը և թվագիտության մասին ընդհանուր պատկերացումը։ Երկրորդ մոդուլը դա 1-ից 22 էներգիաների նկարագրությունն է, ընդհանուր 23 վիդեո։ Մոդուլ 3-ում մենք ծանոթանում ենք մատրիցային, մատրիցայի հաշվարկի լոգիկային, այսինքն բոլոր բանաձևերը, բոլոր տեսակի ինֆորմացիան, ինչը վերաբերվում է ֆորմուլաներին, դուք ստանալու եք, նաև հասկանալու եք, թե մատրիցան ընդհանրապես ոնց է կազմվում։ Մոդուլ 4. Հոգու բարձրագույն առաքելություն, կիմանաք թե ինչ է դա, ճակատագրական սխալի մասին, ծննդյան ամիսը ինչ է իրենց ներկայացնում, անձի ինքնաիրացումը, անձի հոգեբանական խնդիրը, որ շատ կարևոր է, իրադարձությունները մատրիցայում, կյանքի փուլերը և շրջանները, ինչու չէ նաև ճակրաները։ Մոդուլ 5. Իրադարձության կոդեր և դրանց նշանակությունը, ինչպես մշակել կարման։ Իրադարձության կոդերը դուք կարողանաք վերլուծել ցանկացած ամիս, տարի նաև, ու հասկանալ այդ ամսվա մեջ ինչ կոդեր են հայտնվում ու դրանք ինչ հնարավոր ուրեմն իրադարձություններ կարող են բերել ձեր կյանք։ Մոդուլ 6. Տարվա թվագիտական կանխատեսում, սա արդեն պրոգնոստիկան է գնում, ամսվա թվագիտական կանխատեսում, օրվա թվագիտական կանխատեսում, ինչպես կատարել պլանավորում, որը շատ կարևոր է։ 7. Համատեղելիություն, սա հարաբերությունների մասն է ընդհանուր, այսինքն կհասկանաք, թե դուք ինչքանով եք համատեղելի տվյալ անձի հետ, անձնային հարաբերություններում ինչքանով եք համատեղելի տվյալ անձի հետ, գործնական հարաբերություններում, մի խոսքով, այսինքն սա բավականին հետաքրքիր մաս է, որտեղ դուք կարողանաք հասկանալ արդյոք դուք որևէ անձի հետ ինչպիսի ուրեմն ընթացք կարող է ունենալ ձեր հարաբերությունները, անկախ նրանից դա անձնական է, գործնական, թե բարեկամական նաև։ Մոդուլ 8. Մատրիցայի վերլուծություն քեյսերի հիման վրա։ Այստեղ մենք կնայենք արդեն պրակտիկ քեյսեր հայտնի մարդկանց հիմնականում, որոնց կյանքը կարելի է, ուրեմն կյանքի իրադարձությունները կարելի է տեսնել, կարդալ ինչ-որ հրապարակային տեղերում, վերցնում ենք հայտնի մարդկանց քեյսեր ու սկսում ենք ուսումնասիրել ու ցույց տալ թվագիտության տեսանկյունից, թե ինչպես է դա իրականանում, ինչպես է դա տեղի ունեցել և անձը տվյալ ժամանակահատվածում ինչպես է դրսևորվել, ինչ խոչընդոտների է հանդիպել, ինչ հաջողություններ է ունեցել և ընդհանրապես ինչպես է հասել հաջողության, օգտագործելով իր ներքին համակարգը, ներքին սիստեման ճիշտ ձևով։ Դասընթացի ընդհանուր նկարագրությունը ավելի կարճ այսպիսին է. անցկացման մեթոդը անցկացվելու է օնլայն է լինելու, դասերը տրամադրվում են ձայնագրությունների տեսքով, կա կայքում դուք գրանցվելու եք, ստեղծելու եք ձեր համապատասխան ուրեմն բաժինը և այդ բաժնում դուք ստանալու եք որոշակի ժամանակացույցով ըստ օրացույցի, որտեղ դուք կտեսնեք, թե ըստ օրացույցի որ օրերին ինչ դասեր են լինելու, այդ օրը դուք կմտնեք ձեր համապատասխան բաժինը, կդիտեք դասընթացները, եթե կլինեն տվյալ դասի հետ կապված տնային աշխատանք, դուք դա կկատարեք, իդեպ սա շատ հետաքրքիր է նաև աշխատում, որտեղ տնային աշխատանքները կատարելով դուք ստանալու եք նաև բալեր, իսկ այդ բալերը կարող եք հետագայում օգտագործել։
Լինելու է փակ խումբ հարցերի քննարկման համար, նաև ամսական 2 անգամ Zoom հանդիպում։ Zoom հանդիպման ժամանակ հիմնականում անդրադառնում ենք բոլոր տեսակի հարցերին, նաև կատարում ենք վերլուծություններ, հա, արդեն սովորած ձեռք բերված ինֆորմացիայի հիման վրա։ Հասանելիությունը, տեսադասերը, բոլոր նյութերը եւ փակ խմբերի հետ քննարկման այդ հնարավորությունը հասանելի է լինելու 2 տարի, այսինքն շուրջ 2 տարի դուք կարող եք դիտել դասերը, դուք կարող եք նայել ինչքան որ ուզում եք, ուսումնասիրեք, ընթացքում եթե հարցեր են լինում, այնուհետև ընդհանուր չաթում կարող եք գրել, ստանալ ձեր հարցերի պատասխանները։ Դասերը դուք կարող եք դիտել ըստ ձեր ուրեմն տեմպի, հա, այսինքն կարող եք հետևել ժամանակացույցին, ըստ օրացույցի, հա, երբ դասերը հասանելի դառնան, կարող եք անմիջապես դիտել, կամ կարող եք դիտել այն ժամանակ, երբ որ կունենաք, երբ որ ազատ կլինեք, երբ որ ձեզ հարմար կլինի, ոչ մի խնդիր։ Ուղղակի տնայինների մասով լավ կլինի, որ դուք տնայինները կատարեք որոշակի ժամկետում, եթե ցանկանում եք ստանալ բալեր։ Դասընթացի ընդհանուր տևողությունը նորից հիշեցնեմ 2 ամիս եւ ավարտից հետո դուք ստանում եք սերտիֆիկատ։ Սերտիֆիկատում լինելու է գրված, որ դուք անցել եք տվյալ դասընթացը, տիրապետում եք մանրամասն ինչին եւ բնականաբար դրա հիման վրա, այդ ինֆորմացիայի հիման վրա դուք կարող եք նաեւ կատարել վերլուծություններ, տրամադրել խորհրդատվություն եւ ինչու՞ չէ նաեւ կարող եք աշխատել գումար դրա միջոցով, հա։ Դասընթացի ընդհանուր արժեքը 150,000 դրամ է, բայց քանի որ սա առաջին անգամն է, այստեղ կա հատուկ առաջարկ, արժեքը 79,000 դրամ եւ առաջարկը հասանելի է մինչեւ հունիսի 18-ը։ Նման գնով մինչև հունիսի 18-ը։ Նաև ստեղ ունենք եւս մի լավ հնարավորություն, քանի որ նորից կրկնեմ, սա առաջին անգամն է, երբ որ վաճառվում է, հա, այս դասընթացը, ուրեմն դուք կարող եք վճարումը կատարել 2 մասով։ Մինչև հունիսի 18-ը վճարել 39,500 դրամ եւ մինչև հուլիսի 10-ը վճարել երկրորդ կեսը։ Սա վճարման պայմանները եւ եթե իրոք պատրաստ եք հասկանալ ձեզ իրական մակարդակով, ապա միացեք պրակտիկ թվագիտության ինքնաճանաչման համակարգ դասընթացին։ Սա իրապես շատ հետաքրքիր դասընթաց է, շատ խորքային ու հավատացնում եմ ձեզ, դուք հաստատ չեք փոշմանի, եթե միանաք այս դասընթացին, որտեղ այն գիտելիքը, որ դուք ձեռք կբերեք, դուք կկարողանաք դա օգտագործել ոչ միայն ձեզ համար, այլ նաև ձեր շրջապատի մարդկանց կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին եւ ինչու՞ չէ, հետագայում կարող եք իրականացնել նաև ուրեմն վերլուծություններ եւ իրականացնել կոնսուլտացիաներ, հա։ Այսքանը դասընթացի հետ կապված, հա, նորից հիշեցնեմ, 47 վիդեոդաս, դա բավականին շատ է, 1-ից 22 էներգիաներն ենք նայելու, տևողությունը 2 ամիս, մեկնարկը հունիսի 21-ին։ Եվ իհարկե, չենք մոռանում, որ պետք է միշտ ընտրենք բարենպաստ օրեր, կատարենք ճիշտ պլանավորում, եթե մենք ուզում ենք հասնել հաջողության։ Այսինքն պատահականություններին պետք է վերջ տանք, պատահական օրեր ընտրելը դա ռազմավարություն չէ, դա ուղղակի ապրել է, հա, ասենց ասած, ուղղակի որոշում կայացնել է, որի տակ չկա հստակ ինչ-որ նյութ դրված, այսինքն չկա հիմնավորում, ինչի հիման վրա է կատարում դուք այդ պլանավորումը։ Իսկ երբ որ դուք սկսեք հետևել օրերի նշանակությանը եւ կատարեք անպատասխան պլանավորում ըստ օրերի էներգիաների, դուք կտեսնեք հստակ փոփոխություն։ Այսքանը մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հիանալի շաբաթ, եթե դասընթացի հետ կապված կլինեն հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել, սեղմեք լայք կոճակ եւ իհարկե զանգակը, որպեսզի ավելի շուտ, հա, իմանաք նոր վիդեոների մասին եւ բաց չթողնեք դրանք։ Լավ եղեք, մինչ հաջորդ անգամ։